Ծառուկյանի քաղաքական որոշումների շուրջ տարբեր գնահատականներ են հնչում։ Որոշ մեկնաբանների կարծիքով այդ գործընթացներում իր դերակատարությունն է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը, որի հետ Ծառուկյանը տարիներ շարունակ ունեցել է քաղաքական և անձնական լավ հարաբերություններ։ Ծառուկյանի թիմի առանցքային դեմքերից մեկը Անդրանիկ Թևանյանն էր, որը ևս հայտնվել է իրավական գործընթացների կենտրոնում։ Այս հանգամանքը շատերի կարծիքով ավելի է բարդացրել ստեղծված իրավիճակը։ Ծառուկյանը, իմ կարծիքով, չափազանց կոշտ քաղաքական պայքարի մեջ մտավ իշխանության դեմ և հնարավոր է չգնահատեց բոլոր քաղաքական գործոնները, այդ թվում իշխանության հետ տարբեր կապերի ազդեցությունը։ Այսօր նրա շուրջ ընթացող իրավական և տնտեսական գործընթացները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Այսինքն արարքի իրավական նախնական գնահատականը քննիչն է տալի, ոչ թե ազգային ժողովի պատգամավորը։ Այս մեկ։ Երկրորդ, մեղադրանքը հանրային քրեական հետապնդում հարուցում է հսկող դատախազը։ Այս լիազորությունները հստակ տարանջատված է օրենքով։ Հիմա Աննա Գրիգորյանն ասում է, ինչի չեք որակում խուլիգանություն։ Դա ճաշակի հարց չի, Տիկին Գրիգորյան։ Ճաշակի հարց չի, ըստ նպատակահարմարության չի, օրենքը իրավակիրառ պրակտիկա, ճաշակով չեն որակում, մի դեպքում խուլիգանություն, մի դեպքում ֆիզիկական ներգործություն։ Հարարքը հստակ է, ֆիզիկական ներգործություն, ասում եք 10 հոգով ծեծի ենթարկելը ոնց կարա դիտվի խմբի կողմից կատարված ծեծ, որովհետև այդ ֆիզիկական ներգործության որակյալ հատկանիշ նախատեսված է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն, ուրիշ ինչ որակենք։ Կներեք, ես մինչև վերջ ավարտեմ։ Հաջորդ, այսինքն մենք արարքի ճիշտ քրեիրավական որակումն ենք տվել։ Ասում եք, ինչի չի ձերբակալվել։ Էլի ճաշակի հարց չի։ Որովհետև նշում եմ, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, ոչ մեծ ծանրության հանցագործության վերաբերյալ վարույթով անձը չի կարա կալանավորվի, պարզապես չի կարա, անհնար է, որպեսզի այդ անձին մենք նույնիսկ մտածենք միջնորդություն ներկայացնենք կալանքի վերաբերյալ, ընդ որում առաջին անգամ։ Հիմա այստեղ ինչն է անհասկանալի։ Հաջորդը, այսինքն այս մասով սա, ասում եք Իգնայք, ինչի եք խանգարում տեղից։ Ասում եք Շարունակեք, պարոն Պողոսյան։ Մենք օրենքի տեսանկյունից օրենքը բոլորի համար է հավասար եւ չենք նայում անձը դիմադիր է թե ընդդիմադիր է։ Մենք նայում ենք հանցանքը, խափանման միջոցն էլ ընտրում ենք ըստ անձի դատավարական վարքագծի։ Հիմա դուք քաղաքական հայտարարություններ եք տանում, կներեք, ես պաշտոնատար անձ եմ, ես իրավասու չեմ դուրս գալ այդ սահմաններից, ես օրենքի մեկնաբանության հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է։ Դուք իրավունք ունեք քաղաքական հայտարարություններ անեք։ Տիկին Խամոյան, դուք նշում եք բեռը վերցրեցիք ձեր ուսերի վրա։ Տիկին Խամոյան, ես պատասխանատվությունը եւ բեռը ընդհանրապես, երբ որ ես պաշտոնը ստանձնել եմ, այդ պահից սկսած ստանձնել եմ այդ պատասխանատվությունը։ Սա օրենքն է ասում։ Այդ պահից սկսած, որ օրենքը կիրառեմ միատեսակ, օրենքը կիրառեմ օրինականության եւ իրավունքի երաշխավորության տեսանկյունից, այսինքն հակառակ մեկնաբանության պայմաններում, անկախ ձեր դիրքորոշումից, դուք պաշտպանեցիք նորքի թաղապ։ Մենք կամ նշվում է, որ արդարացրեցինք, չեմ հասկանում, հարգելի գործընկերներ, մենք անձին քրեական հետապնդում ենք հարուցել անձի նկատմամբ։ Հիմա էլ ինչ եք ուզում որ անենք։ Ես նշեցի, եթե մի անգամ էլ կրկնեմ, պաշտոնավարման կասեցման, խափանման միջոցի տեսակը ընտրելու համար երկու իրավապայման գոյություն, բացեք օրենքը կարդացեք։ Չէ, բացեք օրենքը կարդացեք։ Ինչ հանդեղ ասում։ Պարոն Պողոսյան, խնդրում եմ դիալոգի մեջ չմտնել։ Ես հարցեր եմ տալի, Իրանք չեն հասկանում, որ ռետորական է, սկսում են պատասխանել։ Շարունակեք։ Այսինքն համապատասխան իրավապայմաններ գոյություն ունի, այդ իրավապայմաններն առկա չեն եղել։ Դրա համար էլ ընտրել ենք բացակայելու մասին, բացակայելու արգելքը, այդ խափան միջոցն են կտրել։ Կներեք էլի մի ներողություն, պարոն Պողոսյան։ Տիկին Խամոյան, մի ընդհատեք տեղից։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Հաջորդը այս նորքի թաղապետի հետ կապված գործով վարույթով, որը որ դուք տենց եք մեկնաբանում, ես այլ մեկնաբանելու եւ չգիտեմ եզրեր գտնում եմ, որ ստեղ արդեն այլ
մեկնաբանությունները անելը առնվազն տեղին չի։ Հաջորդը Տիկին Խամոյան, դուք շատ բուրըն ձևով սենց արձագանքեցիք, նշեցիք, որ այս ընթացքում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քրեական վարույթով ինչ-որ ճշտումներ եք արել եւ այլն։ Ճշտումներ եք արել։ Տիկին Խամոյան, դուք կներեք, բայց ճիշտ տեղեկատվություն չներկայացրեցիք։ Նախ մենք իրավաբան ենք, մենք մեր բարերի ընտրության հարցում շատ զգուշ ենք։ Ես հաստատված հանցագործության մասին որևիցե անգամ տվյալ չեմ։ Ես ասել եմ, մեղսագրվում է առերևույթ հանցանքներ, ընդ որում, Տիկին Խամոյան, դուք նշում եք քննչական կոմիտեի նախագահան նշում է բազմաթիվ հանցագործություններ, ձեր բառերն եմ ասում։ Դուք 10 դրվագը բազմաթիվ արարք է, թե ոչ, 10 դրվագը։ Ըստ ձեզ, իմ կարծիքով սա առնվազն բազմաթիվ է։ 10 դրվագը։ Դատան ուղարկված, խնդրում եմ, ինչի եք փորձում իմ խոսքերը, չգիտեմ, ինչ-որ խոսքերի մեջ այլ մեկնաբանություններ եւ հանրության մասին թյուր կարծիք ձևավորվել, ես քննչական կոմիտեի նախագահն եմ եւ իմ ասացները եւ խոսքերը ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, Տիկին Խամոյան, ի տարբերություն ես քաղաքական հայտարարություններ չեմ անում, դուք նշում եք, բայց ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը, Տիկին Խամոյան, հաջորդը Դուք նշում եք, թե ինչ ենք խափանվի, ես նորից եմ կրկնում, քանի որ այդ 10 դրվագով, երբ որ դատան ենք ուղարկել գործը, եւ չի երաշխավորում ըստ էության ընտրված նախկինում ընտրված խափան միջոցը, չի երաշխավորում անձի պատշաճ դատավարական վարքագիծը, չի չեզոքացնում են ռիսկերը, մենք հարկադրված ընտրել ենք անազատության հետ կապված խափան միջոց։ Միջնորդություն ենք ներկայացրել, դատարանն է բավարարել։ Հիմա Ստեղ այլ մեկնաբանություն, դուք նշում եք, որ դատավորին ասել է կոռուպցիոներ, խնդրում եմ, դուք արարքին եւ որակմանը չեք տիրապետում։ Տիկին Աննա Գրիգորյանը նշեց Անիֆի հետ կապված քրեական վարույթը, որպեսզի շահարկումների տեղիք չտա, մի դիտարկում անեմ։ Շատ կարևոր դիտարկում, Տիկին Գրիգորյան, շատ կարևոր դիտարկում։ Ես նշեմ, որ որպեսզի հանրությունն էլ իրազեկվի, այս դեպքը բացահայտվել է, հարգելի հանրություն, պետական վերահսկողական ծառայության կատարված ուսումնասիրության արդյունքում։ Այսինքն, պետական վերահսկողական ծառայությունը, պետական մարմինը բացահայտել է ձեր նշած, չէ, միջև վերջ լսեք, սա տարբերությունը էական է։ Դուք անընդհատ մամուլի հրապարակումներն եք վկայակոչում։ Պետական մարմինը, պետական վերահսկողական ծառայությունը, վարչապետի ենթակա մարմինը բացահայտել է, հաղորդում է ներկայացել, մենք քննում ենք, այս մեկ։ Այսինքն առիթը հանդիսացել է ՊՎՑ-ի հաղորդումը, հաջորդը մենք նախաքննության ընթացքում Տիկին Գրիգորյան, սա անպագորգոր հայտարարություններ չեմ ուզում կատարել։ Գործը ինքը իրականում բազմադրվակ եւ բազմածավալ է։ Հսկայածավալ գործողություններ են կատարել, հսկայածավալ։ Եվ առաջիկայում, երբ որ քրեական հետապնդման հիմքեր լինի, միանշանակ քննչական մարմինը միջնորդություն կներկայացնի քրեական հետապնդման վերաբերյալ։ Հիմա դուք այլ մեկնաբանության կարծում եմ տեղիք տալ չի կարող։ Մենք ոչ գործը ծածկել ենք, ոչ կոծկել ենք, նախաքննություն է իրականացնում, գործն էլ ինքը բազմադրվակ է։